Համոսահյանի մայրը վաղ է մահանում։ Նրա 3 ամսական եղբոր Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում է 12-ամյա քրոջ Հասմիկի վրա, մյուսները Հասմիկից փոքր էին։ Համոսահյանն այդ ժամանակ 21 տարեկան էր, Բաքվում էր սովորում։ Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին, օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար, մորս համար ոչինչ չհասցրի անել»։ Սակայն փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։ Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, Սահյանը, արցունքն աչքերին, 12-ամյա քրոջը Հասմիկին խնդրում է մայր լինել մյուս քույրերի ու եղբայրների համար։ Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել։ Նամակներում գրում էին. «Սիրելի մամա Հասմիկ»։ Մի քանի տող նրա մայրամուտ բանաստեղծությունից, որոնք կարծես այս պատմության արձագանքը լինեն։ Մայրիկ, ինձ հաճախ ապտակում էիր սխալիս համար և սաստում էիր, որ լաց չլինեմ, բայց ցաված տեղս համբուրում էիր և իմ փոխարեն ինձանից թաքուն լաց էիր լինում։ Ախ, վերջին անգամ չեմ իմանում, որ սխալիս համար ինձ ապտակեցիր կորուստով քո մեծ, էլ սաստող չեղավ, որ լաց չլինեմ, և ցաված տեղս համբուրող չեղավ, և իմ փոխարեն իմ ցավն զգացող ու լացող չեղավ։ Ինչ անեմ, մայրիկ։